այս կյանքում ամեն ինչով, թե խնամքով, թե որպես լույս լինելով իր համար, դրա համար իսկ տղամարդը նման է ուժեղ տղամարդը առյուծին, որ միշտ խնամքի կարիք ունի, թե հացի, որպես միս տալիս են իրեն, կամ որպես վայրի ծաղիկ, որ միշտ փշոտ ծաղիկ ես կասեի, վարդին, եթե նմանեցնենք տղամարդուն, որ ինչքան էլ նա այո ծաղիկ է, բայց փշոտ է, եւ եթե նրան սխալ տեղից բռնես, ինքը քեզ ուղակի կծակի։ Նույնն էլ տղամարդն է, գիտեք, կանայք, դուք միշտ պետք է խնամեք, բայց միշտ պետք է զգուշանաք, երբ որ սխալ տեղից կարան իրանք ձեզ վիրավորեն, կոպտեն, որտեվ վարդը մնում է վարդ, նույնպես եւ առյուծը նա կարող է հարձակվել տիրոջ վրա, եթե թեկուզ տերը չի այն խնամողի վրա, երբ որ կան անարդար ինչ որ քայլեր իր նկատմամբ, որովհետեւ բնազդը բնազդ է մնում, կենթանական, նույնը մեր մոտ է բնազդը կա որպես առյուծի եւ նույն այդ սովորությունները ինչպես որ բնությունը օժտել է վարդին, նույնպես մենք ենք ծագում ենք այն դեպքում, երբ որ մեզ վնաս են ուզում տան։ Եվ այո, այդ կենթանական եւ բուսական համատությունները эпитеты, вот эти анимистические эпитеты, ботанические эпитеты с человеком, они нужны для того, чтобы мы поняли, насколько простые животные, насколько простые, еще проще очень вообще растения, а насколько сложный человек по своей природе, и насколько мы должны быть покорными Богу и простыми, как животные и растения, чтобы друг друга не задеть, чтобы только дары давать. Это очень трудно, конечно, потому что многие люди себя считают волками, какие злые люди в сравнении с животными, они волки, они даже не сильные, как львы, поэтому это очень важно, берегите себя, ձեզ խնամեք եւ շատ կարեւոր է որ դուք բոլորդ ունենաք ճշմարիտ հավատք եւ այդ ամեն համեմատությունները լինի ձեր համար